բարև շնորհակալ եմ, որ եկաք տաղավար եւ այսպես մենք երեք տեսանք հերթական բղծության ծիսակարգը Հովանավանքում, բայց մինչեւ այդ եթե կարելի է մեր գործընկերները մասնավորապես Անին Գևորգյան երեք այնտեղից աշխատում էր եւ այս տեսակը խնդրեմ 1 րոպե ընդամենը ինչ էր անում։ Հա եկել եմ խոսամ, որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուրես Սարքես համասեռամոր, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց։ Ազատորեն վերցնելու, ասու դրան մոտ եմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները լրիվ ցրեմ, լրիվ կասկածներ, ու մի հատ զնքեմ երեսի։ Ձեր կասկածները իրավապաններին հրավում, իրավապաններին ես հրավում։ Վարչապետի մի է բանը։ Հերու ես մնամ ինձանից։ Լավ եմ, ասում ես որ կասկածները Խնդրեմ, այս սեռական անհայտ կողմնորոշում ունեցող կամ լավ էլ հայտնի կողմնորոշում ունեցողի լկտի պահվածքի կուզեմ անդրադառնալ։ Երեք նաև անեցակ դրաչը Հակոբյանն էր ինչ-որ բաներ խոսում, ինչ տեղի ունեցավ, համեցեք։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ես կարծում եմ, բոլորը շատ լավ հիշում են այս անձին, ով պատերազմից հետո երբ դեռ մեր ծնողները իրենց զավակների դիերն էին տարբեր ֆուրերում կամ պատվալներում այդ մեշոկների մեջ փնտրում, սա այն փաշինյանական աղանդի ներկայացուցիչն է, ով կանգնեց եւ ասեց թուրքը պիտի գա, Հայաստան մտնի մեր ու մանուկ կոտորի։ Ես կարծում եմ Ալիևը եւ Էրդողանը ուշացնում են այս տղային ճանաչել Ադրբեջանի ազգային հերոս եւ Թուրքիայի ազգային հերոս։ Սա այս մասով։ Փաշինյանը իրեն, չգիտեմ, ինչ է տվել, ինչ կոչում է տվել, ես չեմ կարող ասել, բայց այդ երկուսը մեր հարևան թշնամական պետությունների ղեկավարները կարծես թե ուշացնում են այս տղային հերոսի կոչում տալ իրենց երկրի։ Այնինչ երեք տեղի ունեցավ նաև լրագրողների նկատմամբ, ես ուզում եմ ասել, որ մենք մի բան ենք տեսնում, տասնյակ հազարավորներով ոստիկանական համակարգ, որը սնվում է Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ բնակչի բյուջեից և մինչև սոցիալական միջին վիճակագրական քաղաքացու բյուջեից, այսօր պաշտպանում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ունի տասնյակ հազարավոր անվտանգության աշխատակից։ Այնինչ տեղի ունեցավ երեք եւ երբ լրագրող Անի Գևորգյանը մոտեցավ, այո, ասելու, որ եկեք զսպեք այս քաղաքացուն, ոստիկանության անգործությունը մենք տեսանք։ Այս ոստիկանները փոխվելու է երկիրը եւ այս համակարգում վստահ եմ իրենց տեղը այլևս չեն ունենալու։ Մենք բոլորին հատ առ հատ, դեմքով, անուն առ անուն, բոյով, չափով նույնիսկ ֆիքսել ենք։ Սա է իրականությունը։ Իսկ այն, որ տեղի է ունենում արդեն երկրորդ շաբաթը Հովանավանքում, ես ուզում եմ կրկին, նորից ու նորից իմ խորին երախտագիտությունը հայտնեմ իմ հայ հավատավոր ժողովրդին։ Իմ սիրելի ժողովրդին, որը չի տրվում այս փոքրիկ խունտայի սադրանքին եւ չի գնում մեր ինքնությունը սասանելու, մեր երկիրը մինչև վերջ կործանելու հարցում։ Շնորհակալ եմ քեզ, իմ իմաստուն ժողովուրդ, շնորհակալ եմ քեզ երիցս ու 1000 անգամ։ Երեք մենք նաեւ մայր աթոռում էինք։ Մեր թիմը մայր աթոռում մասնակցում էր գահակալման 26-րդ տարեդարձին եւ մեր Վաղարշապատի թեկնածուն եկեղեցում ստացավ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը, պատարագից հետո նորից մենք վերադարձանք մեր գործին։ Այստեղ ուզում եմ դիմել նորից իմ ժողովրդին, սիրելի ժողովուրդ։ Խաբկանք է, այնինչ ձեզ արվում է, մենք տեսնում ենք 8-րդ տարին է, մեզ ղեկավարում է մի իշխանություն, որը կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կոնկրետ հրահանգը։ Սա ոչ միայն մեր հավատի, մեր ինքնության, մեր եկեղեցու դեմ հանձնարարությամբ կատարված արշավ է, սա քրիստոնեության հանդեպ կատարվող
նվաճում ու արշավ է։ Երեք ես լսում էի Նիկոլ Փաշինյանի աներձակ Հակոբ Հակոբյանին, Հրաչ, ներողություն, ես դրանց անունները որ չեմ այդպես ուզում իրենց դեմքերը տեսնեմ, անուններն էլ չեմ ֆիքսում, շատ նորմալ է դա։ Հրաչ Հակոբյանին, նախկինում ես եթե ճիշտ եմ կամ սխալ ասեք, դերասան էր աշխատում, այդպես է։ Հիմա եկել է սա Հիմա եկել է սա, հրապարակային ասում է, ես երբ ուզում էի գնալ Երուսաղեմ և սովորել, ինձ ասում էին, որ այնտեղ եկեղեցիներում սեռական ոտնձգություններ են լինում, տեսեք ուր է գնում սրանց մտքի թռիչքը, նորից եմ ասում, սիրելի հավատավոր ժողովուրդ, սա պայքար է այս իշխանության կողմից, Թուրքիայի և Ադրբեջանի հստակ ու կոնկրետ հանձնարարությամբ քրիստոնեության ավերման դեմ։ Ուզում եմ ասել ձեզ, Հայաստանը չի թրքանալու, քանի որ ունենք այսպիսի ժողովուրդ, այսպիսի իմաստուն ժողովուրդ, Հայաստանը չի թրքանալու, բայց ձեր հայրենակիցների մոտ հաստատ ուղարկելու ենք։ Ձեզ ուղարկելու ենք, Թրամփը ասում էր, Ալիև հայրենակցիդ կանչի այստեղ, ձեզ ուղարկելու ենք ձեր հայրենակիցների երկիր, գնացեք չայ խմեք, մուղամ լսեք, ձեզ լավ զգացեք, մեր տղերքին էլ ենք ենտեղից բերելու, անհետ կորածների հարցնել ենք լուծելու, ձեզ էլ ուղարկելու ենք Ալիևի հետ չայ խմելու, ես դա ասում եմ, որովհետև ինչի եմ ասում, տեսնում եմ իմ ժողովրդի իմաստնությունը, տեսնում եմ գոնե քրիստոնեության հարցում իմ ժողովրդի համախմբվածությունը, հիմա գնալու է Թալին, ես չեմ կարող դրան չանդրադառնալ, ասում է գնանք մեր զոհված տղաների հոգիների համար աղոթք բարձրացնենք, մի պղծեք մեր տղաների հոգիները, Սիրելի թալինցիներ, բացի քպեական այդ խունտայից, սիրելի հավատավոր ժողովուրդ, բացի նիկոլական աղանդի վկաներից մի մասնակցեք, որովհետև սա այն իշխանություններ, որոնց իշխանության օրոք մենք հազարավոր տղաների զոհեցինք, ասում էր չէինք զոհի նույն պատկերը կունենայինք, բայց Արցախը կհանձնենք, միտումնավոր այս իշխանությունը զոհեց հազարավոր տղաների և ծնողները հիշում եք, սրանց անտարբերությունը, որ մտել էին Աբովյանի հիվանդանոցի պատվալում մի բարեխիղճ հայ գտել էր մեր տղաների դիերը պարկերի մեջ, ֆուրերում ամիսներով թաքցնում էին մեր տղաների դիերը, ծնողների խելագարության էին հասցնում, դուք չեք կարող այդ տղաների հոգու հանգստության համար աղոթք բարձրացնել, հորդորում եմ չպղծել մեր տղաների հիշատակը, այդ տղաները հերոս էին, այդ տղաները ազնիվ էին, այդ տղաները զոհեցին իրենց կյանքը հավատավոր հայ ժողովրդի համար, հաղթող հայ ժողովրդի համար, էլի հաղթող հայ ժողովրդի համար, դուք այս ժողովրդի հետ կապ չունեք, դրա ամենավառ վկայությունը վաղարշապատ խոշորացված համայնքն է, եղել եք վաղարշապատ, ես բորբոքվում եմ սիրելի ժողովուրդ գուցե այդպես, որովհետև խնդիրը խորքային է, ինչը վերաբերում է մեր տղաներին, ինչը վերաբերում է իմ երկրին, ներողություն եմ խնդրում, չեմ կարողանում հանգիստ խոսել։ Բայց բորբոքվելու է, որովհետև մենք ունենք այսօր ռազմագերիներ, մենք ունենք դեռ չճանաչված մարմիններ, մենք ունենք դեռ ըստ էության չգտնված անհետ կորածներ ունենք, մարդը շնորհակալություն է հայտնում Ալիևին ցորենի համար։ Դե ես ասում եմ, իրենց համը ադրբեջանական բերանի համը ադրբեջանական ցորեն է ուզում, կեղծ են, սրանք կեղծ են։ Տեսեք, ես հիմա որ դուք ասացիք, մի տեսանյութ եմ ուզում հրապարակեմ, լսեք։ Քիչ առաջ մեկը հանրային տրանսպորտով դատարկ ախրանիկներով գործի էր գնում։ Հիմա սա հանրային տրանսպորտն է։ Դռների առաջ մարդիկ խցկված են, չեն կարողանում տեղավորվել։ Եթե լսում եք վարորդն է բորբոքված ասում կամ իջեք կամ դռները չի փակվում, որ շարժվեն։ Այ էս է Նիկոլի իրական Հայաստանի պատկերը։ Տեսեք, ես այդ որ ասում եմ սրանք կեղծ են,
Սրանք անհայրենիք են։ Ես հենց այնպես չեմ ասում։ Ես էլ եմ այսօր տրանսպորտով եկել այստեղ։ Ես պարբերաբար եմ տրանսպորտ նստում, դրանց կեղծ ու շինծ ու պատկերը արձանագրելու համար նաև։ Այսօր առավոտյան Փաշինյան Նիկոլն էլ էր տրանսպորտ նստել։ Այդ տրանսպորտում իր հսկայական ախրանային էլ տեղ կար, իրեն էլ տեղ կար։ Այս խեղճ վարորդը ստիպված ասում էր՝ հնդիկները թողիչն են, դա չեմ հասցրել արձանագրել։ Հնդիկները թողիչն են։ Այս սա է ձեր պատկերը։ Ու ինքն էլ ցույց է տալիս, որ մեր տրանսպորտը բարելաված, հանգիստ, իրենք գնում են աշխատանքի։ Ձեր ամեն ինչը կեղծ է։ Դուք մեզ 44 օր ասեցիք հաղթելու ենք։ Ու մենք տեսանք այն ավերածությունը, որ բերեցիք հազարավոր ընտանիքների ու ամբողջ հայ ժողովրդի գլխին։ Չի կարող մի իշխանություն իր երեխային փնտրելու համար հարազատի ձերբակալել, զոհված զինվորի հոր ձերբակալել ու գնալ ասել գնում ենք Թալինի եկեղեցում մեր տղերքի հոգու հանգստության համար աղոթք բարձրացնենք։ Դուք կեղծ եք, դուք շինծու եք, դուք թուրքական իշխանության հրահանգ կատարող եք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գլխին։ Ընդհանրապես սա։ Հիմա վերադառնամ վաղար շաբաթ խոշորացված համայնքին։ Ինչ եմ ասում, մենք 3 համայնքական ճակատի անդամներով, այդ թվում եւ վաղար շաբաթ խոշորացված համայնքի մեր տեխնացուներով գնացինք Մայր տաճար, մի հրաշալի պատարագ էր, լազուր երկինք, խաղաղ բնակչություն, խաղաղ հավատավոր, հավատացյալ իմ ժողովուրդներ այնտեղ, եւ այդ ֆոնին, որ մենք տեսնում էինք Հովանավանքի այդ պղծումը, ուղղակի հասարակությունը կարող է դա դնել նժարին։ Էլ չեմ ասում իրենց այդ ֆաս հրամանով լրագրողների վրա հարձակումը եւ այլն, որը արդեն սովորական բնույթ է կրում, այդ երբ որ նժարին ես դնում, լրիվ 44 օրյայի պատկերն է։ Այն որ մեզ ուզում են պղծել, այդ պղծման արդյունքում մեզ ուզում են հանձնել, այդ հանձնման արդյունքում ասում են, որ մենք հաղթում ենք։ Մենք այստեղ Հովանավանքում հաղթում ենք։ Դուք մի քանի 100 հոգով, ձեր ամբողջ թայֆով, միլիոնավոր դոլարներ ստացող պարգևավճարներով դուք էդ էիք։ Անկամ պաշտոնյաներ կան, որոնց հետ Նիկոլ Փաշինյանի թիմից ես խոսել եմ, ասում են դա մեր ընտանիքի կարմիր գիծն է, մենք չենք հատի։ Մենք մեր հավատի վրա ոտնձգություն չենք իրականացնի։ Հիմա այս նույն կեղծ պատկերը վաղարշաբաթ խոշորացված համայնքում է։ Ինչ է կատարվում վաղարշաբաթ խոշորացված համայնքում, որտեղ արդեն 10 օր մենք քարոզարշավ ենք իրականացնում, եղել ենք արդեն բազմաթիվ բնակավայրերում։ Որտեղ մոտենում ենք, ասում են, հո նիկոլական չեք, հայ եք, Արգիշտի Մեխակյանի համար շատ են ցավում, Արգիշտի Մեխակյան, շատ են ցավում, մեզ ասում են, ափսոսում ենք, որ այդ տղան ծառից շատ հեռու է գլորվել ընկել, ափսոսում ենք, որ այդ տղան իր հոր արածը ուրացել է, մեզ ասում են, հայ թաղում, մեզ ասում են, արշալույսում, մեզ ասում են, դողսում, որտեղ ես քանի օր այնպես ճոխ սեղաներ էիք գցել, 3 դողսում էինք, ձեր մասին, ձեր թիմի մասին, պարտված թիմի մասին խայտարակ բաներ էին ասում։ Եղել ենք Մոնթեավանում, Հովտաշատում, ամենտեղ եղել ենք, Ոսկեհատում, պատկերը ամենտեղ նույնն է։ Մտնում ես գյուղ, առաջին հանդիպած ասում է, հո քպայական չեք։ Այդ ձեզ թվում է, որ քպայի դրոշ էսպես տարել են մի անկյունում, սեն ծղացրել եք։ Գիտեք, այս ժողովուրդը իսկապես կույր է։ Այդքան դուխով եք, դիմում եմ վաղարշաբաթ խոշորացված համայնքի քպայական տեխնացուին ու իր սաստավին դուխով եք, Փաշինյանին բերեք թող ձեր հետ Քարոզարշավանի վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Տեսեք ձեզ ինչ են անելու կամ ասելու։ Բերեք
առանց այդ ախրանայի, ինչպես մեզ է մի ոստիկանական մեքենա հետևից շրջում, այդ մի ոստիկանական մեքենայով, ասում եմ, այդքան դուխով եք, ասում էիք, չէ, դուխով ենք, Փաշինյանին բերեք ձեր այդ քարոսարշավի թող մասնակցի։ Թե ուզում եք այդ բանի տաքսես ծածկվել, գնալ դա գցել մի անկյան վրա ու գալ ասել, ես էս ինչն եմ, եկել ենք, մենք խոյ համայնքում էս եմ արել, այնտեղ էս եմ արել, այդ բնակիչները մտել ենք, աղքատության մեջ խարխափում են, մարդիկ աղքատության մեջ գյուղամիջյան ճանապարհ երեք հանել էին ցելոֆոներ էին փռել մարդիկ, որ իրենց լոբիները մաքրեին, ավազի ու փոշու մեջ, կեղտի մեջ, ու դուք ասում եք ճանապարհ ենք սարքել, 7 միլիարդից ավել պարտք եք դրել մեր բոլորի ուսերին, հարկու տուրք եք թանկացրել, սնունդ ու սննդամթերք եք թանկացրել, մեզ էլ ասում եք, որ դուք ճանապարհ եք սարքում, գալու ենք, այդ ճանապարհները ձեր հետ տանք ու ասենք գնացեք ստեղից, վաղար շաբաթում պարտվելու եք, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև տուն առ տուն եմ մտնում վաղար շաբաթում, տուն առ տուն, այն ովքեր էլ որ գյուղապետի ընտանիք ենք մտել, չեմ ասի, որ համայնքում, գիտեք ինչ էր ասում էր ոնց անեմ, որ տղաս չիմանա, ես արձանագրում եմ, մարդիկ այնքան են ձեզանից զզված, որ իրենց տղաների ասած այլևս չեն ուզում անեն, գյուղապետ ասվածը հիմիկված ձեր կողմից նշանակված վարչական տարածքների ղեկավարներն են, չեմ ասի, որ գյուղ, բայց ասում էր գյուղապետի մայրն եմ, տղաս ասել է, բա ոնց անեմ, որ չիմանա, այ էդ եք դուք էդ եք, վարչական ռեսուրս, վախի մթնոլորտ, որ գյուղ գնում ենք, 2-3 պաստար կա, Արգիշտի Մեխակյանը շողշողում է այդ բանյարների վրա, այնտեղ գյուղապետի պատին շողշողում է, ավականու պատին կպեական, շողշողում է ձեր նկարը, քիչ չի այդպես է, այն Շահումյան էլ գնացել ենք, ձեր պատի տակ ձեր նկարի պատի տակ 3 թիկնապահ կանգնած, այսպես տղաներ, հանկարծ այդ ձեր նկարին մոտ չգնանք, այսօր ենք ասել, վաղարշաբաթին ձեզ ձեր տեղը ցույց է տալիս, ոչ միայն ձեր տեղը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից վաղարշաբաթում ներդրված կեղծ ընդդիմադիրներին, ձեր տեղը ցույց է տալու, Իմիջիայլոց դրանցից մեկի Դանոսի հիման վրա վեհապարի եղբորն ու եղբորորդուն են ուզում տանել կալանքի ահազանգում է Արազ Օրաբյանը պաստառան։ Ես այդ ահազանգը լսեցի, մենք եղել ենք այդ համայնքում, ասեմ ձեզ, որ մենք արժանացել ենք շատ ջերմ ընդունելության բնակիչների կողմից, մեր տելեգրամյան, ֆեյսբուքյան էջերում, կայքերում կան, շատ ջերմ ենք արժանացել ընդունելության, նույնիսկ մի կին, որը ապրում էր, ասում էր, գրողից հեռու ապրում ենք այստեղ, մեզ հրավիրում էր նույնիսկ սուրճ խմելու իր տանը, մենք մի 20 հոգով էինք, ասում էր եկեք սուրճ խմելու, մեզ շատ լավ են ընդունել, որովհետև գիտեք ինչ են լավ ընդունել, ես չեմ կարող ասել ինչ է տեղի ունեցել այդ համայնքում, բայց ես կարող եմ վստահ ասել ինչ է տեղի ունեցել մայրաքաղաքում, Արամ Սարգսյանի ղեկավարած հանրապետություն կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանին իր ձայնով դարձրեց քաղաքապետ, որ մենք այսօր ունենանք Նիկոլի տրանսպորտի կարգավիճակը եւ այս կարգավիճակը, որ մենք այսօր ունենք Երևանում։ Եվ ոչ միայն այս, եկավ Տիգրան Ավինյանը բարձրացրեց շինթույլտվությունների գումարը, ոչ թե 100%, ոչ թե 300%, ոչ թե 400, ոչ թե 500, գնացեք դիմեք շինթույլտվության, տեսեք, քանի 100% է բարձրացրել շինթույլտվությունը։ Այսպես փոքր գովազդային պաստառների համար ինչ գներ է խլում, ասում էր, չէ, դա էլ Արամ Սարգսյան, ձեր ձեռամբ սա եղավ, Հանրապետություն կուսակցություն Երևանում, որ այսօր ունենք այս աղետալի վիճակը, դուք եք օգնել, դուք եք օգնել Նիկոլ Փաշինյանին, ձեր ձեռքով եղավ ինքը այստեղ քաղաքապետ, ասում ենք կարմիր գծերը գծում ենք, գումարն էլ 100 անգամ թանկացնում ենք, որ Երևանը բեռնաթափվի։ Մտան վարորդների գրպանը, վարորդներին համբալ անվանեցին, Ավինյանի հայր ասում էր, այդ համբալները Երևանի կենտրոնում ինչ գործ ունեն, անվանեցին, գրպաները մտան, մի լավ տարան,
տարան։ Հիմա էլ ասում են անձնական մեքենաներով Երևանի կենտրոն չմտնեն։ Վաղը գիտեք ինչ են ասելու։ Ով ԿՊ-ական է Երևանի կենտրոնում քայլի, ով ԿՊ-ական չի, ուրեմն դուրս գա։ Այստեղ մենք ու Ալիևի ժողովուրդը կարող ենք քայլել։ Վաղն էլ մեզ դա են հրամցնելու։ Եվ սրա մեղավորը Արամ Սարգսյան, դու ես։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյան, սրա մեղավորը դու ես։ Եվ հիմա վաղարշապատում եկել եք, ես տեսնում եմ, ձեզ լուսաբանում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը, ու շատ արագ, շատ օպերատիվ։ Մի խափեք, Սուրբ քաղաքի բնակիչներին մի խափեք, հորդորում եմ ձեզ։ Այդ ձեր տեխնացուն ասում էր, իսկ զինվորականը կարող է մասնակցել քաղաքականությանը։ Մեր տեխնացուն Պահեստազորի գնդապետ է, ծնունդով Աղավնատնից Արտյոմն է, Սիմոնյան։ 25 տարի էս հողը շահած պահած տղա է եղել։ Մարտական դիրքերում 15 տարի Արցախի եղնիկներում է ծառայել միայն։ Ու կանգնել է մեկ ասում է, իսկ դուք կարաս քաղաքականությամբ մասնակցես մեկի եթերում։ Չէ, դուք կարող եք, որ Էջմիածնեցու քվեն սիրուն մտցնեք ԿՊ-ի տակը։ Դուք կարող եք։ Ես նորից ուզում եմ, քանի որ, չգիտեմ, հաջորդ իմ եթերը այստեղ երբ կլինի, ուզում եմ դիմել վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին։ Սա լոկ քաղաքական ընտրություն չէ, սա լոկ Արգիշտի Մեխակյանի խնդիրը չէ, սա Էջմիածինը, մայր տաճարը քրիստոնեությունից զրկելու Նիկոլ Փաշինյանի թիվ 1 աշխատանքն է լինելու։ Ձայն եք տալու ԿՊ-ին, ձայն եք տալու համար 7-ին, հիշեք, վաղարշապատի վրա Նիկոլ Փաշինյանի կողմից ինչպես Հովանավանքում, այդպես Մայրտաճարում հարձակում է լինելու։ Թեպետ ձեռագիրը փոխված է, ներսից է սկսել քանդել, բայց իրեն արագացնում են։ Ես տեսնում եմ ադրբեջանական բոլոր գրառումները այդ մասին են։ Հայկական եկեղեցին վտանգում է Կովկասի անվտանգությունը։ Մենք շատ լավ հասկանում ենք, ինչ եք ուզում անել։ Այնպես որ, սիրելի վաղարշապատցիներ, հիշեք, այս ընտրությունը զուտ վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ունենալու ընտրություն չէ։ Սա շատ կարևոր ընտրություն է։ Այս ընտրությամբ մենք Նիկոլ Փաշինյանին ցույց ենք տալու, որ 26 թվականին ինքը իշխանություն չի ունենալու։ Եվ ասեմ, բոլոր այն ընդդիմադիր ուժերի տեխնացուները, ովքեր մասնակցում են վաղարշապատի իրական ընդդիմադիր, այդ թվում եւ մեր տեխնացուն Արտյոմը Սիմոնյան մահապարտներ են։ Այս իշխանության օրոք ընդդիմադիր տեխնացուն մահապարտ է, եթե մասնակցում է ընտրության, որովհետեւ գիտի իր գլխի գալիքը, կամ կալանքն է, կամ սպանությունը։ Մենք դրա դեպքերը տեսնում ենք, հերթով իրենք գնում են դրան։ Այդ մահապարտ տեխնացուներին ասում եմ, գնացեք, ձեր գործը ճիշտ կատարեք։ Գնացեք, վախենալ չկա, դե առավել ևս մեր տեխնացուի պարագայում, ով նորից եմ կրկնում 25 տարի Պահեստազորի գնդապետ է, 25 տարի ծառայել է, 2 պատերազմի է մասնակցել։ Երեք մի հետաքրքիր դրվագներ ներկայացնեմ։ Մեր պաստառների վրա զինվորական համազգեստով է, ինքը այդ համազգեստը հիմա էլ այդ խանութներում վաճառվող զինվորական մայկաներով ենք շրջում է, սիրում է, չի կարող 25 տարի ծառայած մարդը հրաժարվել կամ այդ համազգեստի հանդեպ։ Որտեղ մոտենում ենք այդ բուկլետը տալիս էինք, այդպիսի կադրեր ունենք։ Մայրեր հուզվում էին, միանգամից արցունք աչքներից գնում էր։ Տղամարդիկ ասում էին, այս տղերքն են պահելու այս երկիրը։ Էնպես որ դասալիքներ, գնացեք, զբաղվեք այլ գործով։ Վաղարշապատը ազատագրելու ենք, վաղարշապատը մաքրելու ենք եւ վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր բնակիչներին, ինչպես հիմա ենք խոստանում, բերելու ենք արժանապատիվ կյանք։ Ուղղակի արժանապատիվ, ձեր նման չենք ասելու ասֆալտ, գազ։ Այս 21-րդ դարում խոսել ասֆալտի, գազի մասին այլևս խայտարակություն է։ Դուք 7-8 միլիարդ դոլար պարտք եք ավելացրել, մեզ համար ասֆալտ ու գազ եք հիմա խոստանում։ Ասում եմ, դա խայտարակություն է։ Բերելու ենք ձեզ համար սիրելի վաղարշապատցիներ, արժանապատիվ
կյանք, մտել ենք, տուն առ տուն ենք մտել, բոլորի ապրելու վիճակն ենք տեսել, բազմազավակ ընտանիքներից, բռնագաղթված արցախցիներից մինչև վաղարշապատում աշխատանք չունեցող մարդկանցից։ Ունենք հրաշալի ծրագիր, ունենք բովանդակալից ծրագիր, մենք շատ լավ գիտենք, ես երեկ եմ ասել, բոլորը գալիս են պուպուշ ծրագրեր են ներկայացնում, պետք է նայել մարդու անցած կյանքը, իր ուրացման աստիճանը և իր հայրենիքին նվիրվածության աստիճանը։ Ես ուզում եմ վերջին անգամ այստեղից այսօր դիմել ձեզ, սիրելի վաղարշապատցիներ, դուք իմաստուն եք և մենք ապավինում ենք ձեր իմաստնությանը։ Շնորհակալություն։ Ադրբեջանցի պատգամավորը խնդրում երկու հարցեր, որոնց հետ կապված ձեր տեսակետը։ Ադրբեջանցի պատգամավորի խոսքը, եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձել է Պետրոս առաջինից, դա կլինի ամենամեծ վերադարձը։ Օրունջը հայտարարել է, որ հայերը սպասում են Բաքվի որոշմանը ներկայացնելու ճակերտներում իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ Կովկասյան կամ ծովից ծով Հայաստանը։ Խնդրեմ։ Դուք դա եք ասում, ես էլ կարդացի ադրբեջանական լրատվամիջոցներում, որ Ալիևը ասել է պետք է Հայաստանը լուծարվի։ Թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու, ես բողով անցած մարդկանց, ովքեր որևէ կապ են ունեցել Արցախի եւ ոչ միայն այդ ամենի հետ, մի հատ այսպես հարց էլի, ինչ է սպառնում նույն Սասուն Միքայելյանին, Անդրանիկ Քոչարյանին, խնդրեմ։ Դե ես գիտեմ, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ցուցակ է, չէ՞, ուզել, ասել է այդ ցուցակը տուր կրված տղաների, այդ թվում ինչի բոլորիս տղաների, մեր բոլորի երեխաները Արցախում են, դասալիկ չեն եղել, չէ՞, Արցախում են ծառայել, մեր ազգությունը շատ մեծ է, ես բոլորի երեխաները Արցախում են ծառայել։ Հիմա ինչ է սպասում Քոչարյան Անդրանիկին, Սասունին, ինչ է անդրել։ Ալիևը գիտի իրենց հետ ինչպես կվարվի, ես չեմ կարող ասել ինչ է սպասվում, Նիկոլն ու Ալիևը գիտեն իրենց հետ ինչպես է վարվելու, կամ կգնան, թույլ չենք տալու, ես մի բան եմ ուզում ասել, որովհետև հիմա էլ որ այսպես այդ մեր զինվորական Արտյոմի հետ շատ ենք խոսում, շատ ենք շրջում, ես այդ տղերքի ոգին տեսնում եմ, իրենց կուղարկենք այնտեղ Ալիևի հետ չայ խմելու, մուղամ լսելու, իրենց ընտանիքներով, գնացեք մուղամ լսեք, թույլ չենք տալու, հետո ինչ որ ասում են, թույլ չենք տալու, սրանք չեն լինելու, այսօր ադրբեջանցիների ամբողջ առավոտից երեկոյան են մուղամը, որ սկսում են են աղոտքը իրենց, Նիկոլի երկարակեցությունն է իշխանության գահին Հայաստանի, նորից եմ ասում, Հովանավանքը, Վաղարշապատը վկա, հայ ժողովուրդը իմաստուն է և մենք թույլ չենք տալու, ինչքան էլ ասեն, այս ժողովրդի մի մաս կարող է, մի փոքրիկ հատված կարող է մոլորված լինել, բայց ես նորից եմ ասում, Վաղարշապատում տուն առ տուն եմ մտել, խոշորացված վարչական տարածքներում տուն առ տուն եմ մտել, դուռը բացում ես ասում են հո նիկոլական չեք, հո քպայական չեք, մեկը մեզ ասում է հայ եք թե քպայական, ձեր հասցեն դա է, հիմա ես ասեմ, թե ադրբեջանցի պատգամավորը ինչ է, դրանք են տղերքն էին, որ մեր տղերքին տեսնում է այդ պատգամավորները, մեր կարգին հայրենասեր կրված տղերքի անունը լսում էին, մկանցակը փողով էին առնում, հիմա այս բաշի բոսուկները, այս մեր իշխանության թույլտվությամբ ինչ ասես վայրահաչում են, այս ազգը այնպես չի, որ մենք չենք պարտվել նորից մեզ գտել, ես հիմա շրջում եմ ու տեսնում եմ, մեր ժողովրդի մեջ կա և վճռականություն, և կանգ, և սրանց ռադանելու մեծ ցանկություն, բարին մեզ հետ, շնորհակալ եմ։ Եվ Տիկին Ստեփանյան, ամեն դեպքում նորից գալով, մեր ռազմագերիները, որ խոշտանգում են Բաքվում, մեր նորից մեր անհետ կորածները, այս իրողությունը, արդեն այս շաբաթ պետք է մեղադրանքները Կարծեմ այսօր։ Արդեն այսօր, խնդրեմ։ Կարծեմ այսօր։ Եվ ոչինչ չեն անում։ Կարծեմ այսօր, դե դուք հիշում եք, շնորհակալություն հայտնել Սորենի համար։ չէ, դուք հիշում եք, չէ, Նիկոլ Փաշինյանի սիրելի Ալեն Սիմոնյանը, դե կա, հիմա այն ժամանակաշրջանը չի, որ ասեն, մենք չենք ասել, ուտյուտյուպուտյուբ, չգիտես ինչ, Ալեն Սիմոնյանը ինչ էր ասում էր, գերին իմ համար մարդ չի, դա հենց այնպես չէ ասում, իրենք ինչպես մտածում են, այդպես արտահայտվում են,
Եվ մենք մինչև հիմա տեսել ենք, այո, որ գերին իրենց համար մարդ չէ։ Վերջին անգամ Բաքվի բանտից հայ ռազմագերիներ են վերադարձվել, երբ որ ռուս խաղաղապահները այնտեղ են եղել։ Կուզեն ճորոմ խոսեն, կուզեն չգիտես գուբերնիայից են խոսում, չգիտես որտեղից են խոսում, ինչից են խոսում, մարդուն ինչի համար ձերբակալում են, վերջին անգամ Բաքվի բանտից հայ ռազմագերիներ են վերադարձել ռուս խաղաղապահների օրոք։ Դրանից հետո մենք լսել ենք, որ Ալեն Սիմոնյանը ասել է գերին մարդ չի, դրանից հետո մենք տեսել ենք անհետ կորածների հարազատների ձերբակալություն, զոհված զինվորների ծնողներին եռաբլուրից քարշ տալ, տեսել ենք զոհված զինվորների ծնողներին կալանավորել։ Մենք դա ենք տեսել։ Ես հիմա ցավով եմ ասում, Բաքվի դատարանը կարող է շատ ծանր վճիռ կայացնել մեր ռազմագերիների նկատմամբ, որովհետև այս պահին միջազգային հանրությունը աշխատում է իր քաղաքական շահի, իր տնտեսական շահի մղումով։ Չկա, եթե կա դատարանի որոշում եւ այդ որոշումը Հաագայի դատարանի որոշում կար եւ այդ որոշումը Ալիևը ծալել դրել է իր գրպանը, մենք այսօր բազմիցս ակցիաներ ենք արել դեսպանատրենների, միջազգային կառույցների մոտ։ Մենք այսօր տեսնում ենք, որ այդ միջազգային կառույցները որքան էլ իրենց քաղաքական շահը առաջ մղեն, բայց միևնույն է մատը մատին չեն տա, քանի դեռ Հայաստանի իշխանությունը մեր անհետ կորածների եւ Բաքվի բանտերում ամեն օր խոշտանգվող մեր տղաների հարցը չի դարձրել առաջնահերթություն։ Բայց այս իշխանությունը չի դարձնի առաջնահերթություն, որովհետև իրենք հեշտությամբ զոհել են հազարավոր տղաների, Փաշինյան Նիկոլը վկայացնում էր, կարող էինք առանց զոհի ունենալ նույն պատկերը, իրենք հեշտությամբ մեր տղաներին ասել են չկրակելու հրաման են տվել, մեր տղաները գերեվարվել են, իրենք հեշտությամբ ասում են հիմա, որ այդ տղաները իրենց համար, գերիները իրենց համար մարդ չեն։ Մեր տղերքը, ես գիտեմ, Բաքվի բանտում եւ խոշտանգվում են, տեղեկություններ ունեն, որ մեր անհետ կորած շատ ու շատ ծնողներ այսօր Աղդամի վերակառուցման աշխատանքներին են լծված։ Տարբեր տեղեկություններ ունենք։ Այս բոլոր հարցերը լուծվելու է վաղարշապատից սկսած։ Գյումրին արեց իր քայլը։ Փարաքյար խոշորացված չենք վհատվում, կձերբակալեն, ինչ կանեն, ոչինչ։ Իշխանությունը այս պահին իրանց ձեռքն է եւ տասնյակ հազարավոր ոստիկանական զորքը Փաշինյանի կրնկի տակ է, ոստիկանական զորքը։ Դրա ամենալավագույն վկայությունը երեք Հովանավանքում մենք տեսանք։ Մենք տեսանք ինչ անառակ կեղտոտ բերանից թափվեց լրագրողի վրա խոսքեր եւ ոստիկանության անգործությունը տեսանք։ Եթե այնտեղ լիներ այդպիսի բան ասած Անի Գևորգյանը կամ ես կամ որևէ մեկը մեր քաղաքական թիմից, հիմա ԱԱԾ-ի պատվալում էր։ Նորից եմ ուզում ասել, որ լավ է լինելու։ Ուղղակի մեզ պետք է այս պահին վճռականություն, համախմբվածություն, միասնություն, իմաստնություն, սրանց իշխանության ղեկին մնալը րոպեների հարց կդառնա։ Շնորհակալ եմ ձեզ։